Բարի երեկո սիրելի բարեկամներ, բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ։ Այսօրվա իմ հյուրը մեր քննարկիչն է։ Այսինքն կտուրների քննարկիչը։ Իրան այդպես գիտեն, որ կտուրների վրա հետաքրքիր հաղորդումներ անում։ Այսօրվա իմ հյուրը կտուրների քննարկիչ Զաքարյանն է։ Դիմավոր ենք նրան։ Բարև ձեզ։ Ջուրող եմ, որ ձեզ հյուր եմ։ Ես էլ ուրախ եմ, որ դու հյուրն ես, նստի խնդրեմ։ Բարև քննարկիչ։ Բարև ձեզ, իմ շատ սիրելի պարոն Ղազարյան ջան, հրաշալի, որովհետև տեսնում եմ ձեզ։ Ես էլ շատ ուրախ եմ, որովհետև իսկապես շուտ բանը չենք հանդիպել։ Քննարկիչ ջան, մի օր նստեցի, ես մտածում եմ, արտասի ես աղջկան կտուրներից մի օր իջացնեմ։ Հերիքա, մեղքա, շոկ, արև, իջացնեմ մի հետը կարգի զրույց անցկացնեմ ու ուրախ եմ, որ դու այսօր իմ հյուրն ես։ Ես էլ անչափ ուրախ եմ, ձեզ շատ սիրում եմ ու ձեզ հետ ժամանակ անցկացնել, զրուցել ինձ համար մեծ հաճույք ու վայելք է։ Շնորհակալ եմ։ Քննարկիչ ջան, մի քիչ քո մասին պատմի, էլի դե հեռուստադիտողը գիտի քո գործերը, իմիջիայ շատ համով շատ հետաքրքիր զրույցներ ես անցկացնում, դրա մասին կանրադառնանք առանձին։ Հետաքրքիր է նաև հեռուստադիտողը մի քիչ իմանալ այդ իր սիրած հերոս ասեմ երևի։ Կյանքը ինչ է, ասենք դպրոցա, ինստիտուտա, հետո բան ավարտեցիր, այստեղ կարճ համառոտ, որովհետև առանձին խոսալ։ Դե մասնագիտությամբ ռեժիսոր եմ, Խանդիկյանի կուրսն եմ ավարտել Արմեն Խանդիկյանի ու ինձ համար դա երջանկություն էր, որտեղ կուրսում 8 տղա էին, 2 աղջիկ էին ու այդ բոլոր հերոսուհիներին անդադ խաղում էի։ Հետո Ալբերտ Մկրտչյանը ինձ հրավիրեց Մհեր Մկրտչյան թատրոնը նոր էր բացվում ու առաջի շտատը եղավ իմն ու Լալայինը Մնացականյան ու անգամ հարսանիքս եղավ թատրոնից, որովհետև Մհեր Մկրտչյան թատրոնը դա իմ տունն էր։ Ինձ Ալբերտ Մկրտչյանն է իջացրել աստիճանները ու ձեռքս հանձնել ամուսնուս, ինքը ինձ համար հոր նման էր, անկեղծ եմ ասում ու երբ որ հիշում եմ միշտ սիրտս լցվում է ու իր ձայնը, իր նկատողությունները միշտ ականջիս մեջ է։ Ասենց եմ քնարիկ այդ մանր քայլերիդ վերջը տուր։ Ու իրականում երբ նայում եմ, չէ, ասենք բեմում ինչ որ մեկը շատ մանր քայլերով է, միանգամից դա ինձ համար սուտ թատրոն է դառնում։ Ասում վայ մուշեղիչ ջան, ճիշտ է իր ասում։ Ես մնաց, չէ, մնացում մնաց։ Սովորեցի դպրոց, Դպրոցից հետո գնացել եմ Թատերական ինստիտուտ, հետո կոնսերվատորիա։ Իսկ բանը որ դպրոցն ես ավարտել։ Նարդոսի դպրոցն եմ ավարտել։ Քեզ փաստորեն առաջի ուսուցիչ դու համարում ես Արմեն Խանդիկյանին, հա։ Այո։ Հետո Ալբերտ Մուշեղիչին, այո։ Դες ինչ տաղանդավոր մարդկանց ձեռքի տակ դասացի, հնարավոր չի որ դու ասենք այսօրվա մեր քննարկիչը չլիներ, էլի։ Շնորհակալ եմ։ Ամեն մեկը մի բան, բայց դե ինչքան բան է թողել իր ուսումնառության այդ տածկումը կրճանը։ Ես անկեղծ ասեմ, ինձ համար նաև ուսումնառություն ա եղել Մալյան թատրոնը, որովհետև իմ ամբողջ մանկությունը դե մամաս քանի որ Մալյան թատրոնից է անցել է Մալյանի կուլիսներում։ Ու ես առանց թատրոնի, ես միշտ ասում իմ կյանքում եղել են 3 թատրոն, դա Մալյան թատրոնն է սկզբից, հետո դրամատիկական թատրոնն է, որտեղ Խանդիկյանի կուրսը ամբողջ ժամանակ առավոտից երեկո մենք դրամատիկական թատրոնում ենք, եւ հետո արդեն Ալբերտ Մուշեղիչն էր ու իմ սիրելի Մհեր Մկրտչյան թատրոնը, իմ հայր թատրոնը, այդպես եմ ասում։ Մհեր Մկրտչյանը իմ թուլությունն է, միջև հիմա էլ որ ասում են կուրկ, երիտասարդին հարցնում է, չէ, որ ասում ես քո կուրկն ես, ով է քո կուրկը, չէ, կուրկս ո՞րն է։ Չէ, դա կարող է բառնահին, բայց դա միշտ եղել է մեկը, որը եղել է քո ոնց որ ճանապարհված ուղղություն տվողը։ Ինձ համար միշտ Մհեր Մկրտչյանն է, որ միջև հիմա էլ ինչքան նայում եմ, ամեն անգամ այն ֆիլմը, որ 1000 անգամ նայել եմ, էլի նայում եմ ինչ-որ բան գտնում եմ, ինձ համար շատ կարևոր։ Քնարիչ ջան, գիտես ինչի մասին էինք ուզում խոսել։ Դե լավ, ես առաջին անգամ տեսա ներկայացում կտուրի վրա, կտուրում դա տարիներ առաջ էր Թատերական ինստիտուտի, կարծեմ ինչ-որ մի կուրսի դիպլոմային աշխատանքներ ոնց որ ու շատ մեծ տպավորություն տվեց, շատ եմ հավանել, շատ սիրեցի։ Առաջ անգամ դա եղավ, որ ես չէի պատկանում, ոնց կտուրում բան են ներկայացվել խաղալու ու շատ լավ ստացվեց, շատ հետաքրքիր էր, շատ օրիգինալ էր։ Հետո Միացյալ Նահանգներում իմ դպրոցը ավարտած Վարդգեսը կա, շատ լավ, ինքը վեմադրություններ արել, էլի կտուրի վրա։ Հետո սկսեցին, ասենք, դες հիմա օպերային թատրոնի շենքում կտուրում Մալխասը ելույթ ունեցավ, էստրադային աստղերեն ելույթ ունենում։ Քո հաղորդումը բան հետաքրքիր է, հենց ինչից իրանցից ելնելով այդ բաներից դու ես որոշեցիր, որ կտուրի վրա հարցազրույցան ես։ Անկեղծ ասած հարցազրույցը Օփրա Վինֆրիին գիտեք դե։ Ինքը ինձ համար
կուրք ա եղել որպես հաղորդավար, որովհետև ինքը միշտ այնքան ապրումակցելով էր զրուցում։ Ու ես ամեն անգամ իրան կլանված նայում եի, իր հետ հուզվում եի, իր հետ արտասվում եի, հետո ուրախանում եի, ծիծաղում եի։ Ասում եմ Աստված իմ, ոնց եմ ուզում ես իրա նման կարողանամ վարեմ, զրուցեմ, ոչ թե վարեմ, զրուցեմ։ Ու եղբորս Հրաչոյին Զաքարյան, որը հարազատ եղբայրս է, ու ընկերության գլխավոր ռեժիսորն է, ասեցի Հրաչացի, խնդրում եմ, կարող ես ինձ համար մի հատ բանալի գտնել, որովհետև չեմ ուզում ուղակի նստեմ զրուցեմ, ուզում որ դա ինչ որ տարբեր լինի, իր գույնը ունենա։ Ու մի օր ինքը զանգեց, ասեց ես գիտեմ դու դա ոնց պիտի անես, դու դա պիտի անես տանիքում։ Ու ինքը Հենրիկ Մալյանի մասին ֆիլմ էր դոկումենտալ նկարել, ու այդ ֆիլմում ինքը որոշ զրույցներ Մալյանի մասին պատմում էին հենց տանիքից։ Ու ասեց առաջի հաղորդումդ էլ հենց կնկարես Համալիրի տանիքում նկարեցինք Ավետին Բարսեղյան, իդեպ շատ բարդ տանիք էր, ինքը որտեվ թեքություն ունի եւ այլն, բայց ինքը ֆանտաստիկ էր։ Ու ես տանիքում առաջի հենց նկարահանում ավարտեցինք Ավետի, տեսցի, ավո ասեցի կգաս մի հատ ուժեղ գոռանք, որտեվ այդ անհանգստությունը, այդ կուտակած էմոցիաները ու ֆինալ ինքը դարձավ։ Ու ես միշտ հիմա բոլոր իմ հերոսների հետ գոռում եմ տանիքից, որտեվ դա մի հատ ազատություն է տալիս։ Հետո անկեղծ եմ ասում, տանիքում նկատել եմ, որ մարդիկ անկեղծանում են, որտեվ այդ նկարահանման process-ը իրանք չեն զգում, ու ստացվում է, որ երկու ընկեր տանիքում ինչ որ եզրին նստած զրուցում են։ Ես եմ գոռացել այդ տանիքում հիշում եմ ես, այդ օրվանից այնպես կտրվեցել էր։ Բայց չէ, դե գիտես ինչ, դա հետաքրքիր բան է, դա երևի անբացատրելի բան է, տես օրինակ շտանգիստները չեն ծանրամարտի բարձրացնելուց մարդկա գոռում է, մի հատ նոր է գալիս, չէ՞ մոտ այն բան, այդ հասկանալի է, ոնց որ մի հատ լիցկա թափի ու նոր կենտրոնանա, ազատություն։ Դա շատ հետաքրքիր բան է։ Դու այնքան հաճարեղ ու ճանաչված մարդկանց հետ ես շփվել, ես գոնակ Մհեր Մկրտչյանի մասին։ Իր այդ խաղացել ես դե։ Մհեր Մկրտչյանի, չէ, մենք Հացթուխիկինը ներկայացումը, որ իր վերջի ներկայացումն է եղել։ Դա վերջապես է, վերջը Հացթուխիկին էր, թե հացագործինքին են, երկու վերջ։ Երկու տարբերակով էլ ասում են, մեր դեպքում Ալբերտ Մուշեղիչը, որ արել էր, կոչվում էր Հացթուխին կինը։ Ես խաղում էի Հացթուխի կնոջ դերը, ու ինքը լուծում էր արել, որ հիշում եք, էկրան էր, ֆրունզներ խաղում, ու երբ որ գալիս էինք բեմ, Հայկներ մեր Սարգսյան խաղում ինձ հետ միասին, իսկ կադրում Ֆրունզն ու Թամարն էին միասին։ Ու այդ փորձերը, այդ երբ որ ներկայացումը ծնվում էր Ալբերտ Մուշեղիչի հետ միասին, ես երբեք չեմ մոռանում, բայց Ֆրունզիկին հիշում եմ Մհեր Մկրտչյանի, երբ որ ես փոքր էի, գնացել էի հարսանիք, Սիլվա Հաբեշյանի հարսանիքներ, ու ինքը այդ հարսանիքի քավորն էր, ես փոքր, երևի 4-5 տարեկան երեխա էի։ Ես տեսա սենց իրան անցա, որտեվ ասեցի ինչ էլ գեշմարտ, հա մտքիս մեջ էլի։ Ու հետո ինձ երբեք չէի ներում, ասում եմ Աստված իմ, ով կմտածեր, որ ես չէի հասկանում, երեխա է, չգիտեի, որ ինքը ինչ արտիստ է, ու առավել եւս որ ես հետագայում իր թատրոնում եմ աշխատելու իր եղբորորոք։ Այդպես բան կա, չէ՞, թվում է թե մարդը այնքան էլ հետաքրքիր չի դիմակցերով բանով, բայց Մհեր Մկրտչյանի նման հմայք, բեմական հմայք, ես քիչ դերասաններ կան, որ գիտեմ, որ ունեն իսկապես։ Ու կան գեղեցիկ դերասանուհիներ են եղել, ես չեմ ուզում անները տամ, բայց այդ հմայքը չունեն։ Բեմում կամ առավել եւս էկրանում։ Դες Աստված դա էլ է տալիս, դա էլ պետք է լինի դերասանի։ Կարա լավ դերասան էլ լինի, արտաքիններ սիրուն լինի, ինքը թիկտեղ լինի, բայց այդ հմայքը չունենա։ Հմայքը շատ կարևոր է։ Նույնիսկ ես հիշում եմ ներկայացման մեջ Մհեր Մկրտչյանը հայոյում էր։ Ռուսերեն մի հատ հավեսով հայոյում էր, այն բանը։ Հազարը գնում է պատերազմ ներկայացման մեջ։ Մի ուրիշները ասենք լինեին, չէ՞ դե ասեն շկրեյք բան, բեմում ոնց կարելի է ասես բան։ Հայոյում էր նույնիսկ դալիճում նստած կանայք ասում էին ողջովը։ Այնքան որ սիրում էին իրան, այնքան որ սիրված էր, այնքան որ մեծ հմայք ուներ։ Ինքը ֆանտաստիկ էր։ Իրայ չես խաղացել, այս էդ է եղել։ Մենակ էկրանից։ Մենակ էկրանից ու այդ մի հանդիպումն է եղել, բայց միշտ Ալբերտ Մուշեղիչը ասում էր Ֆրունզի խոսքերն էր մեզ ասում էր, գիտեք, այս կյանքում Ֆրունզը ասում էր ամենադժվար բանը հաջողությանը դիմանալն է։ Ճիշտ է։ Հաջողությանը իսկապես ճանաչվել ունելի մարդկա, որտեղ գալիս հասնում դրան, ճանաչվում սիրվում, այդ հեշտ է երևի ինչ որտեղ կարելի ավելի հեշտ համարել, բայց դժվար է դա պահելն է։ Այդ բառը պետք է ասեմ պոպուլյարնեստ, չէ՞, ռուսերեն շատ ճիշտ է ճումա, այդ պոպուլյարնեսը, այդ պոպուլյարությունը պահելը շատ դժվար է։ Գնալիք ջան, տես ինչ արագ անցավ մեր հաղորդման առաջի մասը, ես հիմա պետք է անցնեմ գովաստի, որից հետո կշարունակենք մեր զրույցը։
Հարգելի հեռուստադիտողներ, Գովազդեի արդյունի եթերում, որից հետո կշարունակեմ իմ հաճելի զրույցը շատ հաճելի մի անձնավորության հետ, քնարիկի հետ։ Սիրելի բարեկամներ, ավարտվեց մեր Գովազդը, շարունակում եմ զրույցս քնարիկի հետ։ Քնարիկ ջան։ Դե Գովազդը գիտես, Գովազդը այնքան կարևոր բան է, որ եթե Գովազդը չլինի, մարդկությունը չի լինի։ Միանշանակ։ Լավ գովազդը լավ բան է, առավել եւս լավ գործընկեր է։ Լավ գովազդը բաթ հարևանից լավ է շատ։ Քնարիկ ջան, ես ուզում եմ իրար հետ բարձ խոսանք, կյանքից խոսանք, տանիքից խոսանք, մեր գործերից խոսանք, օրինակ հիմա ինչով ես զբաղված։ Հիմա տանիքներում նկարահանումներ է բուրըն ընթանում, որովհետեւ օգոստոս ամիսը արչեվում պիտի նախապես այդ ամենը անենք։ Եվ Հարկ Աստծո, որ դու պավիլյոնի պրոբլեմ ունես, լիքը այս ամբողջ քաղաքը քո պավիլյոնն է, չէ՞, նկարահանումը։ ասում դες հեշտ չի տանիքներ գտնելը։ Միտեղ մերժում են, միտեղ ժպիտով համաձայնվում են, միտեղ շատ ջերմ են ընդունում, մի քանի անգամ ես ուզում գնաս։ Այո, տանիքների նկարահանումն է, արեցինք նոր ներկայացում, ճիշտն ասած, Երգի պետական թատրոնում, կոչվում է Ազատ զույգը, ես եւ Մխիթարն ենք Ավետիսյան, ու մի քանի օր առաջ էլի խաղացինք, ու շատ ջերմահանդիսատեսի կողմից ընդունվում, ու ես փոքր չի դեռ հանդիսը շատ։ Հենց գիտեք, այդ բեմի վրա է կառուցած, որտեղ ամբողջ գործողությունը սկսվում է նրանից, որ մենք դաշնամուրը Մխիթարը դա շատ լավ երգում նվագում է, լուծումը դաշնամուրով է տրված, ու ես այդ դաշնամուրի վերևով քայլում եմ։ Միշտ իհարկե մամաս երբ որ գալիս ասում է աչքերս ուզում եմ փակեմ, երբ որ դու կանգնած ես այդ դաշնամուրի վրա, բայց անկախ ամենից Գրիգոր Նախաչատրյան արել ու շատ հետաքրքիր լուծումով է ներկայացում արել, իսկ ինքը Ազատ զույգը ամուսինների մասին է, որ ամուսինը անդադ ուզում է կնոջը դավաճանի ավելի երիտասարդ աղջիկների հետ, ասում է գիտես դու ինձ համար իմ ապավենն ես, ամենից հարազատ թանկ անձնավորությունն ես, առանց քեզ ես ուղղակի չեմ կարող, դու ինձ համար ասում եմ մորս նման ես։ Ու այստեղից սկսում է տրագեդիան, ո՞նց մորս նման։ Ես մի անեկդոտ կա, որ ասում եմ ոնց անեմ, ասում այ ցավը տանեմ, ուզում եմ ամուսն անեմ, էլի ասում բա ամուսնացի, ասում ում բերում եմ, ասում մաման չի հավանում։ Մի բան կծնում, մի բան ասում, մերս չի հավանում, դու ասում անենց կին բերում, այնց աղջիկ բեր, որ մամայիդ նման է բան ամեն ինչով, ասում տենց էլ բերում եմ, պապաս չի հավանում։ Հիմա այդ ձեր պատմությունն է։ Իսկ ապագա ծրագրեր բան գործեր կան, նկարահանումներ, բան հրավերներ ունես։ Հրավերներ ունեմ, անկեղծ ասած, տարբեր հեռուստասերիալներից ունենում եմ հրավերներ, բայց երևի տանիքովը ինձ հագեցրել է այդ ցանկությունս խաղալու ու երբ որ լինում են կենցաղային ինչ-որ դերեր, ուղակի սերիալում նկարվել, դենց ուղակի հիմա չի հետաքրքրում։ Ու շատ ֆիքսված ենք այս ներկայացման վրա Ազատ զույգի, որովհետև հիմա ասում եմ, որ անպայման կարողանանք իրեն բերել Միացյալ Նահանգներ ու առհասարակ Եվրոպայում ունենանք այդ հյուրախաղը, որովհետև երկուսով ենք ու շատ հետաքրքիր լուծումներով է ու հանդիսատեսը համենայն դեպս այն դահլիճները, որոնք որ արդեն միջև այս լծվել են, ծիծաղ արդյունքներ, էմոցիաներ ու մարդիկ ասում են, որ այս խնդիրը շատ ցավոք սրտի, բայց շատ այսօրվա է։ Գիտես ինչ, իսկապես ես այդ թատրոնը ես շատ եմ սիրում, ավելի շատ քան կինոն, կինոն էլ սիրում եմ, ով չի սիրում կինոյում նկարահանել բան, բայց թատրոնը ինձ համար որպես դերասանի խաղալ, զգալ, ժպիտը, ծիծաղը, շունչը, հանդիսատեսի ռեակցիան, դա ինչ ասես արժի։ Այս հետաքրքիր ով է գրել այդ պիեսը, ով է գրել։ Դարիո Ֆոյի պիեսներից է, իտալացի Դարիո Ֆոն։ Այո։ Շատ լավ է։ Ապագա ծրագրեր կան։ Այդ ես ասացիք, որ թարգմանությունն էլ է շատ լավ արված, մի քիչ առաջ կադրից դուրս խոսում ենք խոսքի կենթանության մասին, չէ՞, այսօր որ ադապտացնես, մենք ադապտացրել ենք ու ինքը այսօրվա է հնչում։ Քնարիկ ջան, շատ հետաքրքիր, շատ հավեսով զրույց ենք անցկացնում։ Դու երգում ես, չէ՞, ես հիշում եմ ձեր 4 տարբերակ Այդ դրա մասին կուզեմ խոսալ, ոնց ստեղծվեց ու մտահղացումներով եղավ ասեք Արտուր Գրիգորի, չէ, երգի թատրոնում էինք բոլորս, մեզ տարավ այդ Կապուտակ Սևանում հանգստանալու, ամենամար գնում էինք հանգստանալու։ Հետո դե տարբեր մարդկանց հետ եք, չէ, սենյակում մնում, ու մենք 4 աղջիկներով նույն սենյակում էինք։ Ու շատ տարբեր էինք իրարից իրականում բնավորությունները։ Երկու գոհար էին, չէ։ Երկու գոհարները Նարինե եւ ես մեր։ Հետո Նարինեին շատ էի սիրել, ամուսնացրեցիք հերոս տղայի հետ։ Բայց հետո այդպես որ սկսեցինք ընկերություն անել անկախ մեր տեսակներից, որովհետև սկսեցինք իրար լրացնել ու մեզ իրար հետ շատ կոմֆորտ էր ու շատ ուրախ էր։ Ասեցինք մի հատ երգ անենք։
Ավետը Բարսեղյան գրեց խոսքերը, Մարտինե Միրզոյան գրեց երաժշտությունը, հենց 4 տարբերակի ու տեսահոլովակ նկարեցինք, բայց մինչև տեսահոլովակ նկարելը ազգային երաժշտական մրցանակաբաշխություններ ու Արտուր Գրիգորիչը, երբ որ մենք եկանք մեր վառ հագուստներով ու շատ կարճ, ինքը ասեց, «Էս ի՞նչ է»։ Ու ասեց, «Ես ինձ ձեզ բեմ չեմ թողնի»։ Իրանման էլ արեց։ Ու ինքը ասեց, «Մի հատ համար պիտի բեմադրենք, որ վրայից շորեր հագնեք»։ Ու մեզ խալատներ հագցրեց, սպիտակ բժշկական խալատներ։ Մանվելը պարկել էր այդ ամբասայլակի վրա, մենք իրան տանում էինք, այդ կապելնցան միացնում էինք, մի խոսքով, շատ հետաքրքիր էր ու վերջում մեզ թույլ տվեց վերջի օրը, ասեց կարող եք այդ խալատները հանել վերջի պահին, ու մենք այդ խալատները հանեցինք ու շատ տպավորիչ էր այդ ելույթը։ Ու անկեղծ եմ ասում, ամսագրում տպվեց այդ համարի մասին, ու մենք այդ համարի շնորհիվ ու այդ լուսանկարների շնորհիվ գտանք մեր առաջի հովանավորին, որը մեզ օգնեց, որպեսզի նկարը հանենք մեր տեսահոլովակը։ Լավ, դու մենակ երկել ես, մենակ որպես առանձին անհատական։ Մենակ երկել եմ, բեմադրում էինք, ամեն երգը բեմադրված էր ինձ մոտ լինում ու ինձ Արտուր Գրիգորիչը այդպես է թատրոն կանչել, ասեց դու գիտես, որովհետև ես ասում չէ, ես երգչուհի չեմ, ես դերասանուհի եմ, որը որ երգում է, ու այս ներկայացման մեջ էլ որ երգի թատրոնում արեցինք, հիմա Մանենա Գրիգորյանն այնտեղ Արտուր Գրիգորիչի փոխարեն ու ասեմ, որ հիացած եմ, որովհետև հիանալի տնօրեն ու պրոդյուսեր է։ Ինքը որովհետև թատրոն այնքան է սիրում, դա իր պապայի ստեղծածն է, ու ինքը սենց շատ փայփայանքով է վերաբերվում այդ ամենին։ Բնական է, տենց էլ դիլիներ։ Ու ասեց քնար, գիտես, ասեց, ուզում եմ որ այն երգը, որը որ երգում է իր տարիներ առաջ, Ռոզան էր գրել Բանդուրյան, կոչվում է Մոռացել եմ քեզ հոգիս, պատմություն է կին տղամարդու, էլի դավաճանության մասին, ասեց նենց եմ ուզում որ երգես։ Ասեց ներկայացման ֆինալը տենց լուծենք էլի։ Ու մենք այդպես էլ լուծեցինք ու հիմա շատ-շատերն են գրում, որ այդ երգը ուզում ենք գտնենք, չենք կարողանում գտնենք, որովհետև գալիս են ներկայացումը նայում են, հետո դե նկարում են Instagram-ում, չէ, բոլոր այդ ռիպոստները անում ես, բոլորը ասում են որտեղից լսենք այս երգը։ Հիմա Մանեի հետ որոշել ենք, որ սեպտեմբերին անպայման երգը կձայնագրվի, կունենա տեսահոլովակ ու ներկայացման պրոմո նաև այդ երգով կգնա։ Ափսոս, ես շատ կուզեի դա նայել այդ ներկայացումը, շատ արդեն շատ հետաքրքրեց։ Երևի մի օր կստացվի կնայեմ։ Հուսամ։ Հետո դու խոսում ենք նոր Արտուր Գրիգորյանի ու Գուրգուրանքովա վերաբերվում բան։ Հələ մեկը չի եղել որ գա իմ մոտ հաղորդման հարցազրույցի, որ կամ Արթուրի սաներից չլինի կամ Նադեժդա Սարգսյանի։ Որովհետեւ այդ երկու մարդկանց որ ինչ կադրեր են տվել, ինչ սերունդ են աճացրել։ Եվ հետո այդ կոնը որ ծիծաղում են վերջում հուզվում են Այդ իմ սերը, դա տրագի կոմեդիան է, այդ իմ սիրածը։ Ես բոլոր ներկայացումները ժողովրդը փորները բռնացից ամ, բայց վերջում ոնց որ մի պահ sense կանգնածի ստոպտա ու անստի բանի։ Ու սկսում ես արդեն սրտի հետ մի քիչ խաղալ, էլի հոգու հետ, այսինքն իր ներքինի հետ։ Այդ շատ լավ է, ապրեք որ շատ լավ գործերը կամ ինչքան կարակ պետք է անեք, բան։ Իսկ դու մտածել ես, երբեմն մտքով տացել ասում դու բեմադրություն անես մենք, որովհետև ինքան լծված ես դու շատ մարպետների ձեռքի տակով անցնում։ Ինձ անկեղծ ասած Ալբերտ Մկրտչյանը հրավիրեց թատրոն որպես ռեժիսոր, որտեղ այդ տարի իմ դիպլոմային աշխատանքը ճանաչվեց լավագույն դիպլոմային աշխատանք։ Ես դա արել էի Զոշենկոյի բաժակը Մալյան թատրոնում էի արել, իրանց ոճի մեջ Նարինե Մալյանն էր դիպլոմայինից ղեկավարը, ու ինքը կանչեց, ասեց ես ուզում եմ երիտասարդ ռեժիսոր ունենամ թատրոնում, առավել եւս որ բոլորը քո ներկայացման մասին են խոսում, որտեղ Նիկոլայ Ծատուրյանը ասեց միակ ներկայացումն էր, որ ես չքնեցի այդ ներկայացմանը, այդ ուսանողական էլի, ու ես բայց հասկացա, որ պարոն Ղազարյան, ես այնքան շատ եմ սիրում խաղալ, այնքան եմ սիրում խաղալ, որ ասի կներեք էլի Ալբերտ Մուշաղիչ, շատ եմ խնդրում, ինձ կվերցնեք որպես դերասանուհի, որտեղ ես բեմադրելուց շատ սիրում եմ խաղալը։ Դե լավ, նախքան խաղին անցնել արի մենք Գովազդին անցնենք, որից հետո նորից կշարունակենք վերսիրույցը։ Հարգելի հեռուստադիտողներ։ Մի բան ասեմ մեր մեջ բանը։ Ասեմ բան։ Գովազդ ARTN-ի եթերում։ Այդքան բան։ Բարեկամներ ավարտվեց մեր εμոր ասում էի։ Գովազդը շարունակում եմ զրույցս Քնարիկ Զաքարյանի հետ, տեսիչ դուր։ Քնարիկ Զաքարյան, եղել է որ ձեր հաղորդման ընթացքում հանգարց անձրև է տեղացել։ Արի մի քիչ քրական խորդառատ անձրև եղել է, որ տեղացել է ձեր հաղորդավարման ընթացքում։ Այո, Սոնաներ երկչուհի Մոսկվայի Սոնան այդպես ենք չի ասում, եւ մենք գեղեցիկ թափանցիկ անձրևանոցներ էինք ձեռք բերել նախապես ու շատ սիրուն էր կադրով, բայց դե գիտենք էլի որ տեխնիկան փչանում
հիմա, չէ, այդ ամենից, բայց կադրում շատ սիրուն էր։ Այսպես հարց կա, որ մեկ տալիս եմ էլ իմ հյուրերին, ինչ համար ես ափսոսում, կամ մի բան, որ փոշմանել ես, որ չես արել։ Գիտեք, մի բան պատմեմ։ Գնացել էինք Իտալիա, Պադովա, Անտոնիո Արսլանին նկարելու Արտույտների ագարակը գրքի հեղինակին։ 86 տարեկան կին էր։ Դե խոսեցինք, զրուցեցինք տանիքներով, նկարեցինք ու երբ որ ես իրեն ասեցի Տիկին Արսլան, ինչի համար եք ափսոսում, ու ինքը շատ հաճելի կին էր, շրթներկով, մի հատ թիթիզական ջողով, ուզում եմ ասեմ շատ իտալուհի էր, կոկետ իտալուհի, բայց հոգով հայուհի։ Ինքը ասեց, աչքերը լցրեց ու ասեց, որ Աստված ինձ տվել է տարբեր շնորհներ, ու ես չեմ կարողացել դրանք լիովին օգտագործել։ Ու ինքը հուզվեց, այ հիմա հիշում եմ, ես էլ եմ հուզվում։ Ինքը 86 տարեկան էր, բոլորս գիտենք Անտոնիո Արսլանին, չէ, արդեն հարահարճակ Արտույտների ագարակը գրած, որ իր հորաքրոջն է նվիրել, բայց ինքը ափսոսում էր։ Ու դա ինձ ցնցեց, ես հասկացա, որ մենք պիտի օգտագործենք ամեն րոպեն, ամեն ժամը, որպեսզի հետո չափսոսենք։ Ես միշտ իմ բնավորությամբ, օրինակ այս տանիքներով պրոյեկտը որ կար իմ գլխում, ես ուզում էի ունենալ այդ հարցազրույցները, ֆինանս չկար, հնարավորություններ չկար, բայց ես անընդհատ, պարոն Ղազարյան, մտածում էի, ասում էի Աստված իմ, խնդրում եմ իմ ճանապարհին բեր մարդկանց, ովքեր կօգնեն, որպեսզի ես այս նախագիծը իրագործեմ։ Ու շնորհակալություն իմ Musa Production-ին, որովհետև մենք դարձանք համախոհներ ու այս նախագիծը ծնվեց ու ֆինանսը չէր մեր առաջնայինը։ Մեր առաջնայինը դա երազանքն էր, ու որ ինքը սկսի քայլել ու հետո վազի տանիքներով։ Բավարարված եմ։ Գնալիք ջան, իրական պատմություններ դու տես ինչ մեծ մարդկանց հետ ես շփվել, իրանց հետ կապված բան ունես, իրական մի երկու հետաքրքիր պատմություն պատմես մեզ համար։ Ալբերտ Մուշեղիչի հետ, որ մի անգամ նեղացել է Իրանից։ Խռովել է իր։ Հա, ու ինքը նենց հետաքրքիր էր, ինքը ոնց որ համել երեխա լիներ։ Ու ես այնքան եմ կարևորում, որ մարդու մեջ այդ երեխան միշտ լինի։ Ու սենց ներքևում լաց էի լինում, ասեց, վայ քոռացա, ես քեզ ով է նեղացրել, ասա, ով է քո խաթրին կպել։ Ասի դուք։ Ասած վայ ցավը տանեմ, արի գնանք մի հատ պերաշկի առնեմ ուտենք իրար հետ, կանցնի։ Բայց ես ուրեմն 7 ամսական հղի բեմում խաղում եմ, Օսկարն էինք բեմադրել, ու ասում եմ Ալբերտ Մուշեղիչ, արդեն երևում է այս փորձը, հնարավոր չի որ ես խաղամ, բայց ինքը ինձ շատ էր սիրում, սենց էր անում։ Չի երևում։ Ասում էի Մուշեղիչ, բոլորը էդ են ասում, որ արդեն քնյակ ջան, հնարավոր չի սենց այս դերը խաղալ, էլի երիտասարդ աղջկա դեր եմ խաղում, որը ձևացնում է իբր հղի է, բայց դեռ ոչ մի չկա, խաբում է ծնողներին, որ ինքը հղի է։ Ինքը ասում էր չի երևում։ Մեկ էլ որ զանգում էի, ասում էի, զանգում էին թատրոն, ասում էին, քնյակ այսօր քո հերթն է խաղալու, որտեվ ես իրան խնդրում էի, որ փոխարինող ունենամ, որտեվ դե 4 տարբերակներ ուզում էի գնայի համերգների, այստեղ այնտեղ, ինքը միշտ զանգում էր, ցենց էր անում։ Ուր ես։ Ասում էի, այսօր իմ հերթը չի Մուշեղիչ ջան, ցենց էր անում։ Հերթ չգիտեմ, այսօր դու ես, վեր կաց հենց հիմա արի թատրոն։ Այդ բանը ասում էի, դե լավ էլի Մուշեղիչ, ու վեր էի կանում, դե վազելով գնում էի ներկայացման, մի անգամ էլ ասեց, կգաս գնում ենք իրար հետ շուտարի գնում ենք քաղաքապետարան։ Ասի լավ գալիս եմ Ալբերտ Մուշեղիչ, ասի ինչ կասեց հեչ արի շուտարի մենակ, ասի Մուշեղիչ մասաժից եմ ասինից անկապ շորերով եմ, ասեց տենց էլ արի։ Ուրեմն ես հագել էի մի հատ ստից վադալասկա, մի քիչ է քորքոտած, դե գնացել եմ մասաժը, գնալ եմ տուն, մի հատ ջինս, բան, իրար հետ մտնում են քաղաքապետարան։ Բոլորը կոկտեյլային գեղեցիկ զգեստներով, կոստյումներով, հրավերք էր արված։ Ու ասամ Ալբերտ Մուշեղիչ, ես հետ եմ գնում, ես չեմ կարող, ես իմ կխայտարակվեմ Մուշեղիչ, ցենց էցել եմ մտի թևս։ Ես սվիտերը ցենց բարձրացրեցի, մտա իրա թևը, ցենց արեց։ Ծանոթացեք, ինքը Մհեր Մկրտչյան թատրոնի պրիմա դերասանուհին է։ Ցնցեց, ես ու դու եկել ենք ստեղի կրա ուտենք ու գնանք։ Ինքը սև իկրա շատ էր սիրում, ներողություն կարմիր իկրա շատ էր սիրում, ես սևն էի սիրում։ Ասեց եկել ենք ես ու դու իկրա։ Բայց պարոն Ղազարյան, այ հիմա ասում եմ ու հուզվում եմ։ Այդ իրա գնահատականը, այդ իրա խոսքը, ես անկեղծ երբ որ ես մտա իրա թևը, ես արդեն չէի մտածում ինչ եմ հագել։ Սկզբից լարվել էի, որտեղ բոլորը այնքան գեղեցիկ էին։ Դե պատկերացրեք, բոլորը կոկտեյլային շքեղ շորերով, դու ինչ որ մի հատ քորքոտած վադալասկայով։ Բայց երբ որ
այդ մեծությանս թևանցուկ արած լինում, ամեն ինչ փոխվում է քո առջև։ Բավական ճիշտ է։ Ունես էլի տենց հետաքրքիր պատմություն։ Իր հետ կապված։ Չէ, ընդհանրապես, չի մենակ իր հետ։ Մեր Մկրտչյանի հետ։ Մեր Մկրտչյանի հետ Խանդիկյանի հետ կապված ինստիտուտի հետ։ Ուրեմն Խանդիկյանի ծնունդն է։ Տորտ ենք առել, առաջի կուրս ենք էլի բոլորով, դե երկու աղջիկ ենք, չէ, ասեցի, որոշեցինք այս տորտը ստեղից բարձրացնենք, դնենք վերև, ասեցին գալիս է։ Ուրեմն ես մտածեցի, որ Քրիստինան կբռնի, Քրիստինան մտածեց, որ ես կբռնեմ, այդ տորտը ընկավ գետնի։ Ու Խանդիկյանը արդեն գալիս, ամեն ինչ կարեք։ Հիմա այս տորտը մի կերպ դասավորեցինք սենց կողքերը, բան, ու եկավ ինքը մոմը փչեց, ասում է դե կտրեք, որ ուտենք այս տորտը։ Ու մենք բոլորս դրեցինք սենց կտորներ ու սենց նայում էինք իրար երեսի, որ այդ տորտը քիչ առաջ գետներ, բայց շատ ուրախ զվարթոտում էինք։ Եվ շնորհակալություն Քնարիկ ջան, քո երեխան էր, երկու երեխա են։ Երկու երեխա։ Մեկ տղա, մեկ աղջիկ։ Կան քո գեներից, տատիկի գեներից կան։ Աղջիկս է շատ արտիստիկ, բայց դեռ չգիտեմ ինչ կորոշի դառնալ, բայց արտիստիկ երեխա է շատ։ Շատ լավ։ Անեկդոտ չես պատմում, մի հատ անեկդոտ, հələ հիշի, որ միտեղ նստած էինք մի սեղանի, մեկը պատմեց։ Թե չէ հիշես ես այդ հիշողությունից սկլերոտիկների մասին է, ոչ ինչ որ սկլերոտիկ ասեմ, հիշողությունից չէ, ամնեզիա չտարավ։ Հիշողություն կորցած մարդիկ։ Սկլերոտիկ։ Որ ընկերուհիներով գնում են երրորդ ընկերուհու տուն, երկու ընկերուհի որոշում են գնան երևի շատ պատմած անեկդոտ է, բայց չէ, ես գիտեմ այդ։ Գնում են սուրճ խմելու, հետո դուրս են գալիս, այս ընկերուհին մեկը մյուսին ասում է լսի, այս Ռոզան չհամաչեց, մի բաժակ կոֆեն ինչ էր, որ մեզ չառաջարկեց, այս ով որ ում տուն Ռոզան էլ մեկ է նայում ապատշկամբից, ինձ ամ աղջի, այդ մեր շենքի տակով անցնում եք, մի հատ չեք գալիս կոֆե խմելու։ Քնարիկ ջան, շատ եմ ափսոսում, որ ես ցարստեն դու կա բան ափսոսում եմ, որ մեր զրույցը ավարտվում է, որտեղ ժամանակը սահմանափակ է։ Ես մնում խորին շնորհակալություն հայտնեմ քեզ, լիքը հաջողություններ, աշխարհի չափ հաջողություններ, թող անես որ հաջողությունը հետևից ընկած վազելով կա։ Ես էլ ինձ հրավիրես գամ այդ հաջողությունները քո հետ կիսեմ ուրախանամ, ընդամենը լավ ծափերով ու շփիտով, հանձնել քեզ մի համեստ ծաղկեփուչ, որը իմ կինն է գնել իր ճաշակով ու իր հրավիրել շատ շքեղ ու շատ գեղեցիկ ծաղկեփունջ ու ես խենթանում եմ այս գույների համար ֆանտաստիկ ծաղկեփունջ, շնորհակալ եմ որ եկար։ Քնարիկ ջան, ես խորին շնորհակալություն եմ հայտնում, այնքան շնորհակալ եմ, որ գիտեմ կտուրները դու թողիր։ Ամենահարազատ մարդու համար դու քո կտուրը չէիր թողնի, բայց իմ համար թողեցի եկար։ Ես ձեզ անսահման շատ եմ սիրում։ Երախտապարտ եմ ձեզ, որովհետև այս հանդիպումը երբեք չեմ մոռանա։ Քեզ լիքը հաջողություններ, անբիճապ հաջողություններ, ասում եմ, այնքան հաջողություն ունենես, որ հաջողությունը հետևից հասելով կա դու ասես, դե լավ էլի հասկացանք, բայց այդպես։ Ու ես էլ կամ հաջողությունները դալիճում ծափերով ու ծաղիկներով կիսելով։ Ինչ-որ հանդիպում։ Ինչ հանդիպում։ Սիրելի բարեկամներ, ավարտվեց եւս մեկ հաղորդում, իմ հյուրն էր կտուրների քնարիկ Զաքարյանը։ Իսկ այժմ անցնեմ մեր հաղորդման ամենավերջին խոսքերին։ Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ խելացիները լռում են, որ չվիրավորեն հիմարներին։ Այսքանը բարեկամներ, ինչ նոր հանդիպում, բարեկիշեր ձեզ։ Աշոտ քերի։ Խոջուն։ Գոնե թորներդ գալիս են քեզ տեսության։ Այցի գալիս են։ Այցի գալիս են։ Քնարիկ ջան, թորներս ինձ այցի գալիս են։ Բայց ավելի լավ է այգուս մեջ մի 3 անգամ ես հավեսով կարկոտ կա, քանց թե թորներս մի անգամից այցի կան իմ տուն։